Կոչերը դատարան չհասան։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում ևս մեկ ամիս։ Հակակոռուպցիոն դատարանի ժամեր տևած քննությունն ավարտվեց։ Այն, որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել եւ տրանսֆորմացվել այլևս այն աստիճանի, որ ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա իսկապես կարծես նորություն։ Կալանքի պայմաններում կարող է Սամվել Կարապետյանը իր ընտրողներին դիմել սոցցանցով ուղիղ եթերի միջոցով։ Վարդևանյանն ասաց, նիստի ընթացքում քննիչից դրական պատասխան չեն ստացել։ Սամվել Կարապետյանը 9 ամիս է չի կարողանում իր եղբոր որդու հետ հաղորդակցել։ Օրինակ այդ սահմանափակումը մինչ օրս կա եւ դատարանը գտավ, որ այն պետք է պահպանվի։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ դատարանին բացահայտվել էր, որ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան հանդիսանում է Սամվելը Կարապետյան, Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար մարմնի խորհրդի անդամ է հանդիսանում Նարեկ Կարապետյանը եւ այդ իմաստով իրենց հաղորդակցումը ոչ միայն մարդկային տեսանկյունից նայենք մերձավոր ազգականների փաստացի, ոչ թե նեղ իրավական իմաստով մերձավոր ազգականների, այլ նաև կուսակցության գործունեության տեսանկյունից խնդիրներ առաջացնելու։ Հակակոռուպցիոնի այս որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում։ Մինչև կպարզվեր դատարանի որոշումը, ազգային բարերարին ազատելու պահանջով հակակոռուպցիոնի բակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, աջակիցներ։ Ինչ եք ունենալու 86 օրից։ Իմ հետ։ Մի քանի շարքով ամուր պատկազմած ուժայինները հետևում էին քաղաքացիների խաղաղ ակցիային։ Օրվա ընթացքում պարզվեց տեղում գտնվող մարդիկ բերման են ենթարկվում անհասկանալի պատճառաբանություններով։ Իշխանության վախերն են, տարբեր դրսևորումներով։ Մարդը վախենում է ուժեղի հետ մրցել։ Մի հատ ժողովրդական մեթոդ կա։ Վաղ ճափողի մոտ իրան տանեն։ Սամվել Կարապետյանը տասնամյակներ շարունակ Հայաստանում արել է բարեգործություններ, Հայաստանում արել է ներդրումներ, ամեն ինչ արել է, որ ժողովրդի հոգսը թեթևանա։ Ու այդ Սամվել Կարապետյանը արել է որպես անհատ, Սամվել Կարապետյանը արել է որպես ազգային բարերար։ Դուք պատկերացնում եք, թե վարչապետ Սամվել Կարապետյանը ինչեր կարող է անել։ Բոլոր հարցումները փաստում են։ Ուժեղ Հայաստանն առաջատար է, ում հետ կգործակցեն ընտրությունից հետո։ Նարեկ Կարապետյանն ասում է, գնում են հաղթանակի հետևից։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի, ես հայտարարում եմ, նոր մարդ։ Ավերածություններից հետո վերջապես հույսի նշուլ է նկատվում եւ այդ հույսի նշուլը Սամվել Կարապետյան։ Ես այսօր այստեղ եմ ի աջակցություններա որպես ազգային բարերար շատ բան արել թե Հայաստանի համար, թե Արցախի համար։ Ով դառնա վարչապետ, Սամվել Կարապետյան, ուրիշ ոչ մեկ։ Ես ոչ մեկին չեմ վստահում այսօր։ Մի քանի տարվա մեջ գտնվեց մի հայ մարդ, որը կարողացավ ազգին հավաքել իր հետևից։ Պատերազմի կուսակցություն է անվանում իշխանությունը եկեղեցու շուրջ համախմբված ընդդիմադիրներին։ Նարեկ Կարապետյանը հակադարձում է։ Թումանյանի հայտնի հեքիաթի օրինակով Ադրբեջանը պատերազմի սպառնալիքով հերթով Փաշինյանից պոկում է իր ուզածը։ Հիշում եք, որ ասում է այ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Այո, աղվեսը որ գալիս է եւ մի ձակին վերցնում է, ասում է թե չէ, հեսա գալու եմ ծառը կտրեմ։ Դա նույն օրինակն է այսօր, հեսա պատերազմա լինելու եկեղեցու օրակարգը փոխենք, պատերազմա լինելու սա Տավուշի գյուղերը տանք, պատերազմա լինելու, իսկ հիշում եք հեքիաթը ոնց ավարտվեց։ Սամվել Կարապետյանի սատարողների շարքում էր նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ասաց աջակցում հավատում է Ուժեղ Հայաստանի հաղթանակին։ Այո, աջակցում եմ Սամվել Կարապետյանը, միանշանակ։ Հաղթանակին հավատում եք։ Այո, հավատում եմ։ Առաջիկայում Ուժեղ Հայաստանի թիմը կընդլայնվի, կլինեն կոնսոլիդացիաներ արտախորհրդարանական ուժերի հետ։ Գործակցության հարցում մեկ առանցքային կետ կա։ Ինչպիսին է եղել եւ մնում թիմին միանալ պատրաստող ուժի դիրքորոշումը Արցախի հարցում։ Բոլորս գնում ենք ընտրության եւ ընտրում ենք մեր ուժեղ Հայաստանի ճանապարհը։
Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։